թուրքերի հետ հաշտվել նշանակում է ուրեմն գնալ կամավոր մորթվելու։ Ու պայմանագիրը տիկա դոլա զիբիլա։ Այդ ոչ մեկը պայմանագիրի ստորագրելուց հետո է բանի տեպի տնելու։ Հարկավոր է բռունցվել։ Բայց ազգը չի բռունցվում։ Ինչի այդ վտանգը չի զգում, էլ ինչ պիտի մեր գլխով անցնի, էլ ինչ պիտի ժողովրդի գլխով անցնի, որ հասկանան իրավիճակը օրհասական է։ Փաշինյանին հիմնականում ուրեմն իշխանության պահում են այն մարդիկ, որոնք որ ուրեմն վարկաբեկված ինչ-որ կեսագրություն ունեն կամ անցյալ ունեն, մենք վազում են Արևմուտք, մենք վազում են Ռուսաստան։ Այն որ մի հատ կինո կա, որ գլխավոր ընդհանուր փոխում է։ Վլաստ опять меняется։ Փաշինյանը հիմի ինչ գաղափարներ որ առաջ է քաշում, ժամանակին այս գաղափարը առաջ էր քաշում Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ՞։ Հաշվի առնելով որ Փաշինյանը ժամանակին ձեր շարքերից է եղել, ավելի մեծ մեր ընկերներն են։ Այո, ավելի մեծ։ Մենք ենք Դուք եք այո բարձրացրել։ Այո, իհարկե։ Հակն է բարձրացել։ Հակի միջոցով եկել գալ։ Այո։ Ավելի մեծ աղետաբեր, այսպես ղեկավար ունեցել է։ Դե աղետը պարտությունն է։ Ամենամեծ բանը պարտությունն է, որ մենք պարտվեցինք պատերազմում իրավորոք։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք Հակ վարչության անդամ ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։ Պարոն Մալխասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Վերջին անգամ երևի 7-8 տարի առաջ ենք զրուցել։ Այո։ Լավ էլ հիշում ես։ Ես հիշում եմ նաև, որ մեր վերջին զրույցը հողերի կորստի վերաբերյալ էր։ Դուք ասում էիք հաշիշի պես ներարկում են, վարժեցնում են հողերի կորստին։ Ուզում եմ հիշեցնել այն ժամանակահատվածում խոսքը գնում էր Լելեթեփեի մասին, բայց հետագայում մենք ունեցանք ահռելի կորուստներ, Փաշինյանի ժամանակահատվածում ունեցանք ահռելի կորուստներ, հիմա ասում են կողմերը, ինչպես նշում են, ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, եղբայրանում են։ Փաշինյանը ասում է պատրաստ է նույնիսկ միայնակ այդ փաստաթուղթը ստորագրել։ Մյուս կողմից էլ Ադրբեջանն անընդհատ փորձում է կեղծ տեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակոցներ է արձակում։ Հիմա ինչպես է այդ պայմանագիրը, համաձայնագիրը, որովհետև սա էլ հստակ չգիտենք, մեկ պայմանագիր են օգտագործում, մեկ համաձայնագիր են օգտագործում, ինչպես են կողմերը դա ստորագրելու եւ դա ինչ կտա։ Ուրեմն մեր բնույթը, մեր վիճակը այնպեսին է դասավորվել, որ թուրքերը 1000 տարի առաջ եկել են, այս մեր տարածքներում ծավալվել են, բազմացել են եւ հայերը արդեն այդ հարյուրավոր տարիների ընթացքում ուրեմն իրենց գենետիկորեն հասկացել են, որ օծը ոզնու հետ հնարավոր է հաշտվի, բարեկամ դառնա, հայը թուրքի հետ բարեկամ չի դառնա։ Կոմունիստական տարիներին փորձեր արեցին, դա իբր թե եղբայրական ժողովուրդներ են, նույնիսկ Չարենցը Ադրբեջանի մասին գովերգող բանաստեղծություն գրեց եղբայրական Ադրբեջան բան, բայց հետո հասկացան, որ դա սուտ է։ Թուրքը իր բնույթով, իր էությամբ մարտասեր չի կարող լինել, թուրքը մարտակեր է իր էությամբ, պատահական չի, որ իրանց համեմատում են գորշ գայլերի հետ։ Հիմա էլ որ ցույցերի դուրս են եկել Էրդողանի դեմ, այդ գորշ գայլերն են հիմնականում։ Մարտակեր են դրանք։ Այսինքն թուրքերի հետ հաշտվել նշանակում է ուրեմն գնալ կամավոր մորթվելու։ Հիմա գնում են, որ իբր թե հաշտության տարածում են ավելի ճիշտ, որ հաշտության պայմանագիր պետք է կնքվի, քանզի ամբողջ աշխարհը առաջադեմ մարդկությունը։ Նախկին զինվորականները, ներկա զինվորականները բոլորը պատերազմ չեն ուզում, բոլորը խաղաղություն են ուզում, խաղաղությունից լավ բան չկա, բայց հեռատես մարդիկ, խելացի մարդիկ հասկացել են, որ խաղաղությունը շատ լավ բան է, բայց խաղաղություն չկա ու չի կարող լինել երբեք։ Խաղաղությունը պատերազմների ժամանակավոր դադար է միայն։ Հիմա տեսեք, ինչի համար է տենց, որտեղ կներեք, որ ես երկար եմ պատասխանում, կարելի է, չէ՞, մի քիչ երկար խոսել, ժամանակ ունեք։ Այո, այո։
ուրեմն մարդու մեջ, մարտարարածի մեջ դրված է ինքնաոչնչացման կոդ։ Գուցե շատերը չգիտեն այդ մասին, որտեղ բոլորը հիմա նույնիսկ առաջադեմ երկրները, դեմոկրատական երկրները, ուրեմն բոլորը կենտրոնացել են զինվելու վրա։ Զենք, մեկը մյուսից ավելի կատարելագործված նոր զինատեսակներ, այսինքն բոլորը գիտեն, որ այդ զինատեսակները ավելի կատարելագործելով պետք է օգտագործեն մի օր, չէ՞։ Օգտագործելու դեպքում մեկը մյուսին պետք է ոչնչացնի։ Այսինքն մարդկությունը չի գնում դեպի խաղաղություն, գնում է ինքնաոչնչացման, գնում է պատերազմների։ Հիմա այդ հողի վրա մենք խաղաղություն ենք ուզում կնքել մեր ամենավոխերին, ամենասարսափելի մեզ գենետիկորեն թշնամի Թուրքի հետ։ Թուրքին բանը Դաստայևսկի կա, ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դաստայևսկի ասել է, ուրեմն դարերի ընթացքում թուրքերի մարտակերությունը ավելի է սաստկացել ու կատարելագործվել։ Թուրքը քաջ է ոչխարի մոտ, իսկ քաջի մոտ ոչխար է։ Եթե մենք հիմի թուրքերի մոտ խեղճանանք, քանի որ իրանք հիմիտես ընտրել են մի ուղղություն, որ հայերը քանի որ պարտվել են, մենք հաղթել ենք, բայց հետո Ալիևը հասկացա, որ այդ հաղթանակը Պյուրոսյան հաղթանակ է, որտեղ հայերը մեկը ինչքան էլ հայերի դու հաղթես, մի օր հայերը պատասխանը պետք է տան, մի օր տալու են։ Տեսեք, նոր հիմա կայարանից եկա, բանի Սասունցի Դավթի արձանին էի նայում, այստեղ միջև կալը։ Նայում եմ ուշադիր Սասունցի Դավթի արձանը առաջ։ Ուզեցել են այդ քոչարը, ուզեցել է դնի դեպի Սալացկը, դեպի Թուրքիայի ուղղությամբ։ Բայց հաստատույնս արկել են Թուրքիայից են արկել է։ Թուրքերը նույնիսկ կոմունիստների հետ հատուկ ուրեմն բանակցություններ են վարել, որ արձանը հակառակ թող դնեն։ Եթե դնեն դեպի Թուրքիայի, որ Դավիթը թուրը ուղղում է դեպի Թուրքիայի ուղղությամբ, ուրեմն մի օր հարձակվելու են մեր վրա։ Այսինքն սրանք գենետիկորեն վախում են, որտեղ եկել են մեր հողատարածքները զավթել են բոլոր ուղղություններով, արևմտյան Հայաստանի, արևելյան Հայաստանի։ Եվ հիմա մտածում են, որ մի օր Դավիթը արտանալու է։ Չի կարա հավերժ քնած մնա։ Վախենում են նույնիսկ արձաններից սրանք։ Սրանք գիտեն, այս թուրքերը գիտեն մեր պատմությունը անցյալի, ասենք Անդրանիկի հետ կապված դեպքերը, Գևորգ Չաուշի, Հայկի նետից սկսած մինչև նորօրյա ֆիդայիների հետ, Արցախյան ազատամարտի ֆիդայիների դեպքերին լավ ծանոթ են։ Մի հատ դրվագ կա Անդրանիկը մշո առաքելոց վանքի կռվին 38 հոգով, ուրեմն 4000-անոց Ալի Փաշայի զորքին ծնկի է բերում։ Ծնկի է բերում ու այդ պատկերացրած ֆանտաստիկ բան է, ամբողջ ռազմագիտության պատմության մեջ դες բան չի եղել, որ 38 հոգին 4000 հոգու ծնկի բերի։ Եվ այդ Անդրանիկի նմանները դեռ ծնվելու են, գալու են, Թուրքիայի դրանից են վախենում։ Եվ հիմա անընդհատ Ալիևը իմանալով մեր բնութագիրը, մեր գենետիկ անցյալը, մեր էությունը, ասում է, քանի իրանք պարտվել են, ինչքան կարող եմ իրանց անկյուն քշեմ, խեղճացնեմ, որ սրանք հանկարծ չարտնանան ու Դավթի սուրը առած դնեն իմ ջանին։ Ուրեմն, բայց հիմա մերոք էլ բան են անում, ճակնում են, որ այդ թուղթը ստորագրվի։ Մտածում են, որ մեր ժողովրդին, եթե ասենք վարժեցնենք խաղաղության, խաղաղություն լավ բան է։ Ես չեմ ասում հարևանների հետ հավերժ թշնամի լինենք, բայց ինչի գնով, ինչի հաշվին, եթե պիտի ծնկի գազ, ահա չես խաղաղություն չի ասնի քեզ։ Հիմա ինչի չի, այդ թուղթը չի ստորագրվելու, քաշ որ ասեմ, երկար բացատրություն կա։ Ինչու չի ստորագրվելու, այդ հեքիաթը չի ստորագրվելու։ Հիմա այս ռեգիոնում, այս տարածաշրջանում իրավիճակները պարզ կդառնան միայն ռուս-ուկրաինական պատերազմի վերջնական ու լիակատար հանգուցալուծումից հետո։ Բոլորը գիտեն, թե վրացիները, թե հայերը, թե ադրբեջանցիները։ Ուրեմն, այդ հանգուցալուծումը արդեն 3 տարուց ավելի 4 տարին է գնում, չէ՞։ Ոնց է լինելու։ Կամ ռուսները հաղթելու են, որը շատ քիչ հավանական է դառնում, երևալով փաստերից, բաներից, կամ ռուսները պարտվելու են, չէ՞։ Երրորդ բան չկա, հա։ Հիմա ռուսները այդ իմանալով հանդերձ, որ եթե ռուսները հանկարծ հաղթեն, ուրեմն 100 տարի առաջվա
պատմությունը, քանզի պատմությունը միշտ կրկնվելու բնավորություն ունի։ Նորից կրկնվելու է։ Այսինքն նորից հաշտեցնելու են ադրբեջանցիներին հայերի հետ, սահմանները չեն լինելու, լրիմը կվերականգնվի ու ղարաբաղցիներին կասեն մենք եղբայրներ ենք ադրբեջանցիների հետ, գնացեք ձեր տները ապրեք, ով ուզում է թող գնա իր տունը ապրի։ Պարոն Մակվեցյան, վերադառնալով մեր իրականություն, Այո, հիմա մինչև մենք սպասում ենք նոր անդրանիկների գալուն, մենք կորուստներ ենք ունենում, մենք արդեն կորցրել ենք Արցախը, սահմանազատման, սահմանագծման քողի ներքո որոշ հատված Գիրանցից, հիմա այդ գործընթացը նաև շարունակական է լինելու, այդ մասին ուղիղ ասվել է, ոչ ոք չի սպասում, մեզ ամեն օր նոր տհաճ անակնկալների, իրողությունների առաջ են կանգնեցնում։ Հիմա այս պահին ինչ պետք է անել, ինչ պիտի անի հանրությունը, ինչ պիտի անեն այս իշխանությունները, որոնք պարբերաբար զիջում են, հանրության թիկունքում են զիջում եւ հակառակորդի ցանկացած պայման կատարում են։ Օրինակ սահմանադրական փոփոխությունների մասին էլ գիտեք։ Խոսել է ուղիղ Ալիևը այդ մասին, Էրդողանը խոսել է, Փաշինյանը խոսում է։ Հիմա ինչ պիտի անի ժողովուրդը, ինչ պիտի անեն այս իշխանությունները։ Ուրեմն ասեմ ձեզ, մենք ճիշտ է ընկել ենք, պարտվել ենք պատերազմում։ Էլի սխալ հաշվարկների, սխալ կազմակերպման, սխալ քաղաքականության արդյունքում, էլի տարիների կուտակված սխալների բանն էր, պայթեց։ Հիմա մենք ընկել ենք, բայց չենք ծնկել։ Եվ մեր միակ փրկությունը հայ ժողովրդի, ես չեմ ասել, Չարենցն ասում, միակ մեր փրկությունը մեր ռուսկվելու հավերժական ուժի մեջ է, հավաքական ուժի մեջ է։ Շիրազին չէր ասում, ասում է, բավ է հայեր, ծրված մնանք մատներիս պես, բռունցքվելն է հավերժություն Հայաստանի։ Հիմա հարկավոր է բռունցքվել, բայց ազգը չի բռունցքվում։ Ինչի այդ վտանգը չի զգում, էլ ինչ պիտի մեր գլխով անցնի, էլ ինչ պիտի ժողովրդի գլխով անցնի, որ հասկանան իրավիճակը օրհասական է։ Հիմա իրավիճակը շատ օրհասական է։ Մենք նաև պետք է քաղաքականության մեջ sense ոսկե կանոն կա։ Քաղաքականության մեջ միշտ ռեալիզմը հաղթում է ռոմանտիկային։ Ռոմանտիկները, ես էլ եմ ժամանակին ռոմանտիկ եղել։ Ռոմանտիկները միշտ մտածում են, որ շատ արագ ուժեղանանք, մտնենք, գրավենք, ջարդենք, փշենք, բայց հաշվարկներ չեն անում, թե այդ գործը, որ ստանձնում ես, դու վերջնարդյունքին կարող ես հասնել։ Հիմա պարզ խոսանք, այսօր մենք ինչքան էլ բռունցվել է դա առաջին նախապայմանն է, որ ազգը միասնական դառնա, ազգը դառնա ազգայնական, ազգայնամոլ չէ, ազգայնամոլը վտանգավոր է, ազգային գաղափարախոսություն, մեր անցյալի պատմությունը, մեր հերոսների ուրեմն կերպարներով, ես երեք չեմ հիշում, Դավիթ Մատևոսյանին հիշում ես դու, Մեղրիից մեր ընկերը, իր ծննդյան 65-ամյակն է, այդ Դավիթ Մատևոսյանի կերպարներով սնուցենք մեր ժողովրդին, որ նորից ազգը արթնանա, քնաստեղից արթնանա, այն մհերը դուրը բացի դուրս գա իր տրնից։ Հիմա դա չի տեղի ունենում, ինչի տեղի չի ունենում, որտեվ էլի ուրեմն ասպարեզ են գալի մարդիկ, որոնք որ չեն կարողանում մերան դառնալ։ Ես ասեմ, Փաշինյանին հիմնականում ուրեմն իշխանության պահում են այն մարդիկ, որոնք որ ուրեմն վարկաբեկված ինչ-որ կեսագրություն ունեն կամ անցյալ ունեն, եւ որ դրանք գալիս են ասպարեզ, շատերը որ Փաշինյանից խռովել են կամ մերժում են Փաշինյանին, վերադառնում են նորից Փաշինյան, որտեղ ասում են ավելի լավ ասում մնա, քան թե սրանք նորից կան։ Եվ սենցով Փաշինյանը մնում է իշխանության։ Եվ ազգը չի միավորվում, չի բռունցքվում, չի ուժեղանում, բոլորը թե Փաշինյանը, թե Ալիևը, թե մյուսները ժամանակ են շահում, մտածում ասում են մինչև Ուկրաինայի պատերազմը վերջանա։ Հիմա տեսեք, կոմպլեմենտար քաղաքականություն են վարում։ Մենք վազում են արևմուտք, մենք վազում են Ռուսաստան, մենք վազում են արևմուտք, մենք վազում են Ռուսաստան։ Այն որ մի հատ կինո կա, որ գլխավորն տա փոխում է։ Վլաստ опять меняется։ Հիմա դրա համար սպասում են, որ թե այս տարածաշրջանում արևմուտքը պետք է
ուրեմն տնօրինի, թե Ռուսաստանը։ Հիմա այդ process-ն է գնում, այդ դրա համար է թուղթը չի ստորագրում։ Ինչի չի ստորագրում Ալիևը թուղթը։ Հիմա ում ձեռնտու չի խաղաղությունը այս տարածքում։ Պարզ ասեմ ձեզ։ Եթե այդպես թուրքերը անընդհատ մարտահրավեր են անում, Թուրքիայի հետ են ուզում հաշտվեն, չէ՞, բացի Մարկարայի կամուրջը, արդեն կամաց 10 օրով, 10-օրով, հետո կդառնա 15 օր, 20 օր վերջը։ Ինչպես հասկանում ենք Սիրիայի Էդի պատերվագի։ թուրք իշխանություններին Բացի այդ դեպքը, հիմա գործընթաց է գնում, շատ բաներ իհարկե գաղտնի են պահում արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը պետական գործունեության ամենակողարկված ասպարեզներից է, չեն ասում շատ բան, բայց Թուրքիայի հետ անընդհատ ջանք են թափում, Թուրքիայի հետ հաշտվել, որ դեպի Եվրոպա ճանապարհներ բացվի Թուրքիայի միջով։ Դա հետագայում էդի ուրիշ թեմա է, ինչ հետևանքներ կունենա մեր համար, լավ թե վատ, էդի ուրիշ քննարկման արդյունք է։ Բայց Թուրքիան միշտ մատնացույց է անում մեզ։ Ասում է, ես պատրաստ եմ ամեն ինչով դիվանագիտական հարաբերություններ հաստատել ձեզ հետ, հայերի հետ։ Բայց ասում է, դուք մինչև իմ հետ խնդիրը լուծել է, ձեր խնդիրը լուծեք Ալիևի հետ։ Եթե Ալիևի հետ դուք հաշտության թուղթ ստորագրեք, իմացեք, որ իմ մոտ արդեն ամեն ինչ օքեյ է։ Բայց ցեղասպանության ճանաչման գործընթացից իդ կանգնելը միշտ եղել է նախապայման, շարունակվում է լինել եւ ավելին մենք տեսնում ենք, որ Փաշինյանը անգամ սա է սկսել հարցականի տակ դնել։ Այո։ Հիմա ստացվեց, որ մեզ այդ ճանապարհը պետք է, եթե մենք պիտի հրաժարվենք այդ գործընթացից, եթե պիտի հրաժարվենք Արցախը հետ բերելու մտքից։ Մենք պետք է այդ մտքերից, մեր այդ անցյալի պատմությունից եթե հրաժարվենք, գիտեք ինչ է ստացվում, ոնց որ ծառը արմատից կտրես, ծառը պետք է չորանա, չի կարա աճի։ Նույնը մեզ, եթե կտրեն մեր անցյալի պատմությունից, մանավանդ այդ շատ ցավալի պատմություններից, մենք կեսունակ ազգ այլևս չենք դառնա։ Բայց էլի մի քիչ առաջ այդ միտքը որ ասի, մենք պետք է քաղաքականության մեջ ռեալիզմ ստանանք, ռեալիստ։ Ուրեմն ինչ առումով եմ ասում սա։ Մենք ցեղասպանությունը երբեք չպետք է մոռանանք եւ ուրանանք։ Եթե ուրանանք, ուրեմն դավաճանել ենք ինտերես մեզ։ Ինտերես մեզ որ դավաճանեցինք, արդեն ոչ մի բանի պիտանի չենք։ Բայց ուրիշ խնդիր կա։ Հիմա Թուրքիայում օրինակ կան շատ հայտնի ուրեմն մտավորականներ, քաղաքական գործիչներ, որ Թուրքիայի իշխանություններին հորդորում են, կոչ են անում, որ ցեղասպանություն ճանաչեն։ Ինչի համար։ Որտեղ Թուրքիան որպեսզի ինտեգրվի արևմուտքին, Եվրոպային բանին, երկու մեծ խնդիր ունի՝ քրդերի եւ հայերի խնդիրը։ Հիմա ասում եմ, այ մարդ, այդ երկու խնդիրներ, որ մի գնդակով երկու նապաստակ որսանք, բերեք ճանաչենք ցեղասպանությունը, ուրեմն այդ տարածքները արևմտյան Հայաստանի վերադարձնենք Հայաստանին, Սևերի դաշնագրով տարածքները, բայց 25 միլիոն քրդի հետ միասին։ Հիմա եթե վիրտուալ պատկերացնենք, էլի, ասենք խելքին մոտ բան չի, բայց պատկերացնենք, թե ենթադրենք եկանք մի օր Թուրքիան ճանաչեց ցեղասպանությունը, ասեց ախպեր այս քրդերն էլ ձեզ նվեր, գնացեք։ Հիմա երբ որ քրդերը միանում են մեզ, ուրեմն ոչ թե մեզ են տալի քրդերին, այլ քրդերին են տալիս մեզ։ Այս նոր պետություն պետք է ձևավորվի։ Քրդերը չեն ասում մեզ, թե սպառնում, թե կգանք, ձեզնից վրեժ կլուծենք, կճկոտորենք, ջարդենք, ընդհակառակ քրդերն ասում են մեր նախնիներն ինչ արել չեն արել, դերեք մոռանանք, հաշտվենք, մարդավարի իրար հետ հաշտամերաշխաբրենք, բայց որպեսի ուրեմն իշխանության մարմիններ ձևավորենք, դուք կազմում եք մեր ընդհանուր բնակչության 10%-ը։ Եթե մենք 25 միլիոն ենք, դուք 3 միլիոն եք։ Այսինքն դուք պետք է ազգային ժողովում նոր ձևավորված պարլամենտում ունենաք ընդամենը 10% մանդատներ եւ նոր ձևավորված պետությունը պետք է կոչվի Քրդա Հայաստան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա եթե դա վիրտուալ մտածեք տեղի ունեցավ, մեզ օգուտա թե վնաս։ Իհարկե վնաս է։ Բայց այսինքն, ցեղասպանությունը ուրանալ օգուտա թե վնաս է, իհարկե վնաս է։ Իրավունք չունենք ուրանանք, բայց պետք է մենք ուժեղանանք։ Մենք պետք է զգանք, որ եթե այս խնդիրը լուծենք, կարող ենք տեր կանգնել տնալ, այսինքն ձեռք բերելը ավելի հեշտ է, քան թե պահելը։ Կարող է հիմա Ստամբուլը, եթե դրեք Շումայա, ամբողջ Ստամբուլը վարակն եւ մեռել են։
Ասում են, այս տարածքում մարդ չկա ապրող, արեք հայեր բնակվեք, մարդ ունենք այնտեղ տանենք բնակեցնենք։ Դաշնակներն օրինակ ասում են, Ստամբուլը դարձնենք արյանցով, դարձրի, լեռան, վերջացան։ Հետո կարող մարդ ունես գնա այնտեղ բնակվի, չունես։ Մեր եղած է այս 30,000-ն, 29,000, ես իմ քանի։ Այս 30,000-ը դու մինչև չշելացնես, չուժեղացնես, Սինգապուրին նայեք, Սինգապուրը Մալխասյան, այսինքն դուք Փաշինյանի իրական Հայաստանի այդ քարտեզի կողմնակիցն եք։ Չէ, ես իրական Հայաստանը, ես էլի իմի որ ես բացատրեմ։ Այսինքն դուք կիսում եք Փաշինյանի տեսլականը։ Չեմ կիսում տեսլականը, ասում եմ, այս մեր եղածը սա է, հիմա մեր եղածը սա է։ Հիմա քեզ տվել են 1000 մետր հողատարածք, ասում են մշակի ցերկով։ Դու այդ 1000 մետր տարածքը չես կարող մշակես տատասկ ես սարքի։ Ու անընդհատ պահանջում ես թե ինձ էլի հող տվեք։ Ինչի տան, հələ ես եղածը շենացել է, Հեմիստեղ կապ չունի Փաշինյանը։ Հեմի Փաշինյանը ինչ ասում Արևմտյան Հայաստանը հիմա տվեք։ Փաշինյանը հեմի ինչ գաղափարներ որ առաջա քաշում, ժամանակին այս գաղափարը առաջ էր քաշում Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ՞։ Արտահերթադրություններին մենք մասնակցեցինք, բայց ցույց չտվեցին մեզ։ Հետո հիմնականում գիտեք ինչի ցույց չտվին։ Դուք հիշում եք որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկություն արեց, որ միանանք Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, բայց ոչ մեկս իշխանություն չուզենք տեխնոկրատների խումբ ձևավորենք, բայց չհամաձայնվան Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ այդ բանը տեղի չունեցավ այդ միասնությունը։ Քանի որ այդ թեմային անդրադարձակ ինչն էր պատճառը, որ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն կարողացել եւ չեն էլ կարողանում ընդհանուր հայտարարի գան, որպեսզի հնարավորություն ունենան Փաշինյանին հեռացնել։ Ուրեմն չեն կարողանում գիտես ինչի համար է։ Այս ժողովրդի մեջ մի հատ հիմնավոր կարծիք է ձևավորվել, որ ասենք Քոչարյանա-Սերժական ռեժիմի տարիներին ուրեմն եղել է բանդիտական համակարգ, որոնք ուրեմն մականունավոր կիսագրագետ ինչ-որ բանդիտների Թեկուզ ազգային ժողովում, որ մականունավոր բաներն էին, չէ՞, այնտեղ մեկը շմայսել են, մյուսը ես իմ ինչ, ալերաղացի, այս մյուսը թոխմախի մհեր եւ այլ եւ այլ։ Այսինքն սրանք բանդիտական մի հատ ինչ-որ համակարգ է, որոնց համար ազնական շահը հարյուրապատիկ բարձր է դասվում պետական երկրի շահերից ու կողոպտել են ամբողջ երկիրը։ Ասենք նախկինում դադախած կար, չէ՞, Աղվան Հովսեփյան։ Այս փոխանակ ինքը կողոպտիչներին բռնի հատած, ինքն զանգվածաբար թալանե եւ իր ունեցվածքը հարստացրե, դադախազը։ Քոչարյանը միջև Հայաստան գալը ինքը շատ չկավոր կյանքով ապրել։ Մի եկել է Հայաստան, հարստացել է։ Ասում Զապարոժիեցով եկավ Հայաստան, համեստ ձևով էր ապրում միջև։ Հիմա այստեղ նախատեպ հարստացավ։ Եվ այդ Ղարաբաղցի հայաստանցի հակասությունները մինչև իրաց գալը չկար։ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց հայտարարեց, որ միավորվում ենք, սա քաղաքագիտական առումով Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը ճիշտ էր, որտեղ ինքը քաղաքագիտական քայլ է ուզում անի։ Եվ հայտարարում է, որ միավորվենք, բայց ոչ մեկս չհավաքնենք պաշտոնների։ Ժողովուրդը, որ լսեց Լևոնի այդ հայտարարածը, ասեց վեր, եթե բնի 10-15% ցայն տանք Լևոնին, չենք տա։ Որովհետև այդպես ինչ ասում, ասում է միավորվենք նրանց։ Հիմա այդ բաների պատճառով միավորումը տեղի չունեցավ, հիմա այդ տեղի չի ունենա ու չի էլ ունենա։ Ես էլ մի հատ այն բանին ես շատ հարցերում քննադատում եմ այն Աջապահյան կա Շիրակի առաջնորդի, բայց շատ խելացի բան ասեց, ելույթ ունեցավ մի օր, շատ խելացի։ Ասեց այդ նախկինները թող խելքի կան բոլորը։ Ուրեմն թող գնան հանգստի։ Ես էլ նախկին եմ, էլի պաշտոնել եմ ունեցել, ես իմ տարբեր բանդել եմ նստել եւ այլ եւ այլ։ Ես էլ պետք է դուրս գամ։ Այս ժայլները երիտասարդների միջից պետք է ազնիվ մարդիկ, հայրենասեր մարդիկ, որոնք որ կարողանում են ունեն բարոյական բարձր նկարագիր եւ պետության շահը, հայրենիքի շահը հազարապատիկ ավելի բարձր են դասում իրենց ազնական շահերից։ Այդպես մարդիկ կան Հայաստան։ Պարոն Մալխասյան,
հաշվի առնելով, որ Փաշինյանը ժամանակին ձեր շարքերից է եղել, ավելի մեծ, Մեր ընկերներն են։ այո, ավելի Մենք մեծ ենք դուք եք այո բարձրացրել։ այո, իհարկե։ Հակն է բարձրացրել։ Հակի միջոցով եկավ Այո։ ասպարես։ Հիմա ավելի մեծ աղետ, ավելի մեծ աղետաբեր, այսպես ղեկավար ունեցել է։ Դե աղետը պարտությունն է։ Ամենամեծ բանը պարտությունն է, որ մենք պարտվեցինք պատերազմում իրավորոք, չնայած այդ պարտության բաները իրանից առաջ էլ այդ կուտակված։ Բանակի ես այն ժամանակ ասում եի, հələ այդ պատերազմից 10-15 տարի առաջ եմ ասել։ 2000 թվերին եմ ասել, քո ելույթների ժամանակ ասում եմ, մատնացույց արեք որևէ գեներալի կամ գնդապետի բանակի, որ չի ապրում ցոփ ու շվայտ կյանքով։ Այն աշտարակի ծոր կազինոյում ուրեմն VIP սրահ կար։ Հարցնում եմ, ասում եմ, գնում եմ այնտեղ, ասում եմ, ինչի մար ասա։ Ասում եմ, բանակի բաները, գնդապետները, գեներալները, ստեղ գալիս են իրաց կայֆի համար կազինո են խաղում։ Ասում եմ, խոշոր գումարներ կարող է գան, ասենք մի $100,000 տարվեն, տանեն, կայֆ է այդ իրանց համար։ Բայց այդ ձևի գեներալը, գնդապետը, որ կազինոներում կայֆ է անում, սիրուհիներ է պահում, ուրեմն դղյակներ է սարքում, նա ոնց կարա ուրեմն բանակը տանի հաղթանակի։ Հիմա Այն դրա արդյունքում հիմա էլ է, հիմա էլ էս իշխանությունը։ հիմա չեմ ասում հրեշտակի։ Հիմա կաշառակ իրենց հիմա շատերի նախարարներն են։ Այո, հիմա էլ կա։ Հիմա արմատախիտ չի արված չարիք ամբողջությամբ։ Հիմա դրա համար ասում եմ, այո, շատ սխալներ են եղել, հիմա էլ է լինում սխալներ։ Մեզ չի հաջողվում ուրեմն այդ միասնությունը ազգի բան առաջ բերել, չի հաջողվում։ Հիմա բայց ես լավատես եմ, ես հույսս չեմ կտրել, որտեղ այս ժողովուրդը այս բոլոր բաները դբրոց է։ Ժողովրդին եթե ծեծում ես, եթե պարտությունը դասա ժողովրդին, այդ պարտությունից հետևություններ են անում, նոր եկած պաշտոնյաներին նայում են, ինչ ձևի են աշխատում։ Եթե մենք հələ չենք կարծել։ Դուք իրապես անդադ ասում եք պարտություն, բայց դուք իրապես կարծում եք, որ հայկական կողմը այդպես ջախջախիչ պարտություն է կրել։ Դե հիմա Արցախը կորցրել ենք։ Ինչի հետևանքով ենք կորցրել։ Այնպես չի, որ կրկնում ենք այդ բաները։ Այնպես չի, որ բանակն է պարտվել։ Եթե խոսում ենք Արցախի մասին, 44-օրյա պատերազմի մասին ենք խոսում, ապա հարավային հատվածում է պարտություն եղել, իսկ մնացածը գրչի հարվածով է, չէ՞ տրվել։ Այո, եւ որի հետևանքով արդեն հետագայում նաև Արցախում ականատես եղանք բլոկադայի, հետո արդեն բռնագաղթի։ Հայկական կողմը օգնություն չի ուղարկել Արցախ։ Ոչ միայն օգնություն չուղարկեց, այլ նաև ճիշտ չկազմակերպեց։ Ես ապշեցի, որ այն առաջի օրերին, ուրեմն պատերազմը սկսվեց, Փաշինյանը հայտարարեց, թե ով ժիլետ կասկա ունի, թող տնի կա կռիվ։ Այդ ինչ է, ասել հենց այդպես հայտարարին, ասի վերջ, ես պարտված ենք մենք արդեն։ Անմարդ, ես հեսա պետությունը, ունի ռազմական ոստիկանություն կա, դատախազություն կա, զինվորական կոմիսարիատներ կան, բաներ կան, կազմակերպեք, եթե մինչև ասեք օրենք ընդունեք, որ մինչև 35 տարեկանները բոլոր զորակոչվեն բանակ։ Անկախ օլիգարխի տղա է, բանվորի տղա է, բոլորին անխտիր։ Այդ չարին դες բաներ չխառնվան այդ կռվի մեջ, արցախցիներն էլ միայնակ չեն կարա դիմակայեն, քանզի մենակ եթե մենակ Ադրբեջանը կռվեր, արցախցիներն էլի կջարդեին Ադրբեջանին։ Բայց հենց տեսեք այդ կռվի մեջ ոչ մի երկիր Հայաստանի կողքի չկանգնեց, ոչ մի Ռուսաստանը իր ամբողջ ուժերը մինչև պատերազմը սկսվելը $6 միլիարդ զենք ծախեց Ադրբեջանին։ Ուրեմն հենց ինչի այդ թուղթը ին խոսքը այն անգամ կիսատ մնաց։ Ադրբեջանը չի ստորագրում, որովհետև Ադրբեջանը ռուսներին պարտ կա։ Ռուսներն են օգնել Ադրբեջանին, որ հաղթի Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան են օգնում բանին, ուրեմն Ադրբեջանին։ Հիմա ռուսները մտածում են, որ եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրի, ռուսները ամբողջ հայտարարում են, ասում են, մենք ողջունում ենք, որ շուտ այդ թուղթը ստորագրի, բայց տագից Ադրբեջանին ասում են, այդ թղթի ստորագրումը կարմիր գիծն է, եթե ստորագրիր, ուրեմն քո գլխին ահավոր կորցանքներ ենք բերելու, դու մեզ պարտք ես հələ Արցախյան պատերազմից, որովհետև ռուսները լավ գիտեն, որ եթե Ադրբեջանը ստորագրեց այդ թուղթը,
Չնայած այդ թույլ պայմանագիրը տխտիկա դորա զիբիլա այդ ոչ մեկը պայմանագրի ստորագրելուց հետո էլ բանի դեպքի տնելու բայց եթե Ադրբեջանը ստորագրեց Թուրքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք ապա հաջորդ հասնա առաջ գալիս ռուսական զորքը պետք է Հայաստանից դուրս գա դա եթե հայերը թուրքերի հետ հաշտվել են ռուսական զորքը այլևս բայց ռուսը չի ուզում դուրս գա դիմադրում է Հիմա տես ադրբեջանցիները մեզ մեղադրում են, ասում են երրորդ երկրի զինված ուժեր կամ ներկայացուցիչներ չպետք է լինի քո երկրում։ Այսինքն այդ եվրոպական դիտորդները որ կան առաքելության։ Շատ լավ։ Հիմա եթե այտենց է, այս դիտորդներին հանում ենք։ Բայց ռուսներն են երրորդ երկրի ուժ, չէ։ Ուրեմն եթե այդ տրամ Ադրբեջանի պահանջով շարժվենք, ռուսները պիտի դուրս գան, բայց ռուսները չեն դուրս գա։ Մինչև Ուկրաինայի պատերազմը վերջնական լուծում չստանա։ Իսկ եթե ռուսները հաղթեցին Ուկրաինայի պատերազմը, ոչ թե 100%, 1000% հաստատապես հայտարարում եմ, Պուտինը որոշել է, որ սովետական միությունը վերականգնվի։ Վերականգնվելու պայմաններում, ուրեմն նորից սահմանները բացվում են, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, բոլորս իրար եղբայրներ ենք։ Չագերտների մեջ։ Էսա։ Պարոն Մալխասյան, իսկ դուք հնարավոր համարում եք, որ Ալիևը փորձի ուժի միջոցով հարցեր լուծել եւ պատերազմ կրկին լինի, օրինակ Սյունիքի ուղղությամբ։ Նույնիսկ ես դրան շատերը բաներ են անում, որ կլինի, ես դրան 1% հավանականություն չեմ տալիս, 1%, որտեղ Ալիևի գործերն էլ շատ բարվոք վիճակում չեն, Թուրքիայում էլ վիճակը շատ խառն է։ Եթե Ալիևը գնա նման արկածախնդրության, ամերիկացիներն էլ են ասել իրեն, ինքն էլ առանց ասելու գիտի։ Ուրեմն ինքը ինչ որ խլել է մեզանից, Արցախը իր հարակից տարը, երկու այդքան մինչև քուր գետը կորցնելու է։ 100% եմ ասում սա։ Դրա համար սենց հիմար արկածախնդիր քայլի Ալիևը չի գնա։ Այդ elemա բոլոր իր քայլերից բաներից չնայած մեր մոտ կան քաղաքական գործիչներ, որոնք որ բանը խութապ են գցում, թե ինչ են անում, եւ այստեղ մի հատ բան կա։ Հայկ Մարտիրոսյան, ես գրառում եմ արել բանից, համացանցից։ Ուրեմն հրատեր հունվարի 7-ին ինչա գրել մամուլ է եմում, ընդեղից եմ դուրս անել։ Ասմա Կազեմ ակադեմիկոսը Հայկ Մարտիրոսյան դերևս Հայաստան կոչվող գարշահոդող փլատակապետության ժամանակավոր բնակիչներին եմ դիմում։ Մոտ օրերս լինելու է սարսափելի հարձակում Սյունիքի գրավման փուլով։ Ընդեղի ժողովուրդը թող իր խելքը հավաքի, ինչ ունի հավաքի դուրս գա։ Ես ասել եմ հունվարին, անցել է 3 ամիս։ Այսինքն սա խոճա։ Եթե ես Հայկ Մարտիրոսյանը, ասենք ես մտքերը ասեմ Բելարուսում կամ Ռուսաստանում, ամենակիչը 10 տարի կդանդեին, պատերազմի խոճապ առաջ բերելու համար։ Ալիևը չի հարձակվի, բացառվում է դա, որտեղ դա այսօր միջազգային հարաբերությունները, դասավորությունները նենց են գնում, որ ինքը այդ արկածախնդրության չի գնա։ Շատ հնարավոր է, ասենք Վարդենիսում ինչ որտեղ կրակեն հերվից ու առանց զոհերի մի քանի կրակոցներ լինի ու վերջանա։ Ես ասեմ Ալիևին դրդում են հարձակման կրակոցների ռուսները, որ անկայուն վիճակը լինի, բանը իրանց զորքը ստերից չհանեն, էլի այդ մի քիչ առաջվա իմ ասածի բանը շարունակություն։ Շնորհակալ եմ պարոն Մալխասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ մենք զրուցում էինք Հակ վարչության անդամ ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։